Ռիոփենի եթերում Ռենյուզի կիրակնորյա հատուկ թողարկումն է, ամփոփում ենք վաղարշաբաթի ընտրությունները ուղիղ եթերում հետևելով քվեների հաշվարկին։ Այսօր վաղ առավոտից մեր ամբողջ թիմն աշխատում է արտակարգ ռեժիմով, մեր նկարանող խմբերը եղել են վաղարշաբաթի բազմաթիվ ընտրատեղամասերում, հետևել քվեարկության ընթացքին, հիմա ամեն ինչ հերթով ցույց կտանք, բայց մինչև այդ նախ այս ընտրության կարևորության մասին։ Վաղարշաբաթի ընտրությունները վերջինն են խորհրդարանական համապետական ընտրություններից առաջ։ Եվ այս առումով հանգրվանային, նույնիսկ հանգուցային են, որովհետև տալու են շատ կարևոր պատկեր։ Այնպես որ քաղաքական ուժերի համար այս ընտրություններն ունեն յուրատեսակ գլխավոր փորձի նշանակություն։ Երկրորդ խոսքը էջմիածնի մասին է եւ ընտրություններն ընթանում են մայրաթոռի հետ իշխանության դիմակայության ֆոնին, ինչն այս ընտրություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ։ Եվ երրորդ, ընտրելու իրավունք ունեցողների թիվը մոտ 70,000 է, ինչը բավականին լուրջ թիվ է արդյունքներից լուրջ եզրակացություններ անելու համար։ Եթերի ընթացքում նոր արդյունքների ի հայտ գալուն պես մենք իհարկե կներկայացնենք, հետևում ենք ձայների հաշվարկին, մինչև այդ եկեք տեսնենք ինչպես բացվեց ընտրական օրը, ինչպես քվեարկեցին թեկնածուները, նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։ Իմ գործընկերներն ամբողջ օրն անցկացրել են տեղում, տեսնենք ինչ են պատմում։ Առավոտյան էջմիածնի մշակույթի տանը ընտրելու գնացել հայրենիք կուսակցության թեկնածու գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ասում է քվեարկել է հանուն հայի արժանապատվության։ Մանուկյանը ընդդիմադիրների միավորման միջոցով է տեսնում հաղթանակը։ Մենք չմիավորվենք, մեր կփոշիացնենք մեր եղած քվեները, կմիավորվենք եւ կարողանանք միասնաբար լուրջ խնդիրներ լուծել։ Ասում է հանդիպումների ընթացքում զգացել է, փշրվել է հավատը էջմիածինցիներից շատերի մոտ։ Արագած գյուղի ընտրատեղամասում է քվեարկել քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որը նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Քվեարկությունից հետո լրագրողներին ասել է վաղարշաբաթցու բացարձակ վստահությունն է իրենց նպատակը։ Ռիոփենի իմ գործընկերը հետաքրքրվում է ներկուսակցական դեմոկրատիայի նրբություններից։ Եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետևաբար եթե միաձայն է վարչության նախագահն Նիկոլ Փաշինյանը, հետևաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի թեկնածու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք, որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխակյան։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում, եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը գուշակություն չի ուզում անել, բայց համոզված է գնում են բացարձակ հաղթանակի։ Ռիոփենի հարցին պատասխանում է այսպես։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ որ վաղարշաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ էջմիածնում հոգեվոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Հանրապետություն կուսակցությունից Հարություն Մկրտչյանը, որը ըստ էության չի բացառում իշխող քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, մյուսների պարագայում ավելի շուտ խոստանում է երկու ձեռքը կտրել։ Իսկ ով կմիանա ինձ այդ հարցերն ուղեք այդ տեխնացուին, օրինակ քաղաքացիական պայմանագրին ուղեք այդ հարցը, պատրաստ է ինքը Հարություն Մկրտչյանի եւ Հանրապետություն կուսակցության հետ դաշինք կազմել եւ քաղաքի կառավարումը հանձնել մեզ, թե ոչ։ Մայր Հայաստանը պետուն եկեղեցի հակամարտության մեջ եկեղեցու կողքին է կուսակցության թեկնածու Գրիշա Հարությունյանն է հիշեցնում։ Անգամ ասում է ստորագրահավաք են արել ու համոզվել, որ վաղարշաբաթցիների 90%-ը եւս եկեղեցու կողմից է։ Ընդդիմության մեջ չէ, առայժմ չունենք նմանատիպ ուժ, որ այսպես ասած անվերապահորեն մենք չունենք նմանատիպ։ Մենք դիտարկում ենք ընդհանուր ընդդիմությանը մի ուժ է սպահին, այսպես ասած, այն ուժերը, որոնք որ իրականում ընդդիմադիր են, մենք
նորից եմ շեշտում, չենք բացառում մեր համագործակցությունը։ Ընդդիմադիր գործընկերների հետ միանալու հնարավորության մասին հարցրինք նաև ազատ դեմոկրատներից Վահրամ Ազատյանին։ Ցանկացած ինչ կարող է ինձ հետ գալ կոալիցիա կազմել, ես ոչ մեկի հետ չեմ կազմել։ Իսկ ձեր հետագա ծրագրերի մասին մի փոքր կպատմեք, առաջիկա քայլերի մասին։ Առաջիկա քայլերը շատ լավն են լինելու։ Ժառանգության տեխնացուից եւս հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու վաղարշապատի համար առաջին քայլերը ընտրվելու դեպքում։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերն կնշեք, որոնք են լինելու։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերը մեր ժողովրդին շնորհավորելը, որովհետև սա լինելու է մեր հաղթանակը ապագայի եւ աղբաղորվա համար, իսկ քայլերը դեռ կտեսնենք ինչ կլինի։ Հանուն հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության է քվեարկել համահայկական ճակատ կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը։ Քվեարկեցի Հայաստանի Հանրապետության։ Ես այսօր քվեարկեցի Հայաստանի Հանրապետության լինել չլինելու։ Ես այսօր քվեարկեցի հայ առաքելական եկեղեցու պաշտպանության։ Ես այսօր քվեարկեցի մեր հայ ազգի միասնության համար։ Վաղարշապատի համայնքապետի բոլոր 8 տեխնատուներն արդեն քվեարկել են։ Մոտ 2 ժամից կբացվեն քվեատուփերը ու քվեների հաշվարկից հետո պարզ կլինի, թե նրանցից որի սպասումներն էին արդարացի։ Լիլիթ Մուրադյան, Ռիոփան մեդիա։ Հենց նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընդհանուր մասնակցության ցուցանիշը, մասնակցել է 45%-ը ընտրելու իրավունք ունեցողներից, դա 31527 ընտրող է, սա բավականին բարձր ցուցանիշ է համեմատած նախորդ ընտրությունների հետ, այնպես որ ակտիվությունը զգալի չափով աճել է 45.12%։ Հիմա, ինչպես ասում են, առաջին ձեռքից տեսնենք ինչ մթնոլորտ էր վաղարշապատում, իմ գործընկեր Անի Հովհաննիսյանն է եղել այնտեղ, Անի, կարծես մարտական են տրամադրված եւ իշխանության եւ ընդդիմության տեխնացուները, ինչ են քեզ ասել, ինչ խոստումներ են տալի, ընդհանրապես ինչ մթնոլորտ էր։ Իրականում օրը բավականին ծանրաբեռնված էր վաղարշապատում, տեղամասից տեղամաս էինք գնում Դավիթ, ընդհանուր առմամբ 20 ընտրական տեղամասում ենք մենք եղել, հանդիպել ենք գրեթե բոլոր տեխնացուներին, ընտրություններից առաջ մի քանի անգամ հարցազրույցներ ենք անցկացրել տեխնացուների հետ, ինձ հետ էստեղ։ Բավականին լավ ճանաչում ես բոլորին կարծես արդեն։ Բոլորին դեմքով, անուն ազգանով, մի փոքր նաև կենսագրությամբ գիտեմ, ինձ հետ էստեղ ընտրական թռուցիկներն են։ Մի փոքր պատմեմ ընդհանրապես ինչ նախընտրական խոստումներ են տվել տեխնացուները։ Իրականում ինչպես տեխնացուների, այնպես էլ նախընտրական խոստումների պակաս իրականում այս տարի չկար։ Տեխնացուները դե 8-ն էին։ Նրանց մեծ մասը ծագումով կամ վաղարշապատի խոշորացված համայնքից էր կամ հարակից գյուղերից էր։ Այսինքն ըստ տրամաբանության պիտի որ համայնքի խնդիրները լավ իմանան։ Մի քանիսն էլ արդեն որոշակի պաշտոններ են զբաղեցրել, օրինակ Հայրենիք կուսակցության տեխնացու Խաչիկ Մանուկյանը եղել է մշակույթի բաժնի վարիչ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանն էլ եղել է Խոյ համայնքի ղեկավարը, մի որոշ ժամանակ էլ Արմավիրի մարզպետ է եղել։ Տեխնացուներից երկուսը Համայնքական ճակատի տեխնատուն ու ազատ դեմոկրատները ասում են, որ համայնքապետարանում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում իրենց ընտրությունից անմիջապես հետո։ Հաղթանակ դաշինքի ու Հանրապետության կուսակցության տեխնատուներն էլ ասում են, որ առաջնային բազմաբնակարան շենքերի խնդիրներն են, նկուղների խնդիրներն են, որոնք պետք է վերականգնվեն։ Նշեմ նաև, որ կար եւս մեկ հիմնական առանցքային խնդիր, որ գրեթե բոլոր տեխնատուների նախընտրական քարոզարշավում կարող ենք հանդիպել, դա թափառող շների խնդիրն է։ Հաղթանակ դաշինքի տեխնատու Սևակ Խաչատրյանը նշել է, որ իրեն ընդամենը 2 օր է պետք ընտրվելուց հետո, որ ինքը լուծում առաջարկի հենց այդ խնդրի համար։ Խոսել են նաև գյուղական համայնքի խնդիրներից, ոռոգման, խմելու ջրի խնդրից, ջերմոցների խնդիրներից։ Մի քանիսն էլ ասել են, որ վաղարշապատը դառնալու է մեծ տուրիստական կենտրոն։ Այդ թե ինչպես հողի վրա, ինչ քայլերով կիրականացնեն տեխնատուները իրենց նախընտրական խոստումները, կտեսնենք արդեն ապագայում։ Ներուժ ամեն դեպքում ունի հատկապես Էջմիածին քաղաքը տուրիստական մեծ կենտրոն լինելու, նաև, բայց հետաքրքիր է, տեխնատուները հասկանալի է ինչեր են ասում, խոստումներ են տալի, մարդիկ ինչ են ասում։ Դավիթ, մարդիկ հիմնականում հիասթափված են, դա կարելի է նաև նման եզրահանգման գալ ընտրողների թվից, շատ մարդկանց հետ եմ հասցրել զրուցել այս մի քանի օրերի ընթացքում, կան մարդիկ, որ ընդհանրապես ընտրություններով չեն հետաքրքրված ու ընդհանրապես չեն ընթերցել նախընտրական թռուցիկները, բայց նաև պիտի նշեմ արդարության համար, որ կային մարդիկ, որ հստակ արդեն ունեին իրենց տեխնացուին, գիտեին, թե ինչ է սպասվում վաղարշապատ խոշորացված համայնքին հենց իրենց տեխնացուի,
ընտրվելուց հետո ու հաստատուն գնում էին հենց այդ տեխնացուին ընտրելու։ Դե ամեն դեպքում 45%-ից մի փոքր ավելի մասնակցություն է, նախորդը, եթե չեմ սխալվում, 36% էր, չնայած այն ժամանակ դեռ, այսինքն կառուցվածքներ ուրիշ, բայց ամեն դեպքում նկատելի է, որ ակտիվություն եղել է, չգիտեմ, դա մեծ հարց է, որքանով կապված կլինեն վերջին իրադարձությունները մարդկանց վրա, ինչպես են ազդել մայրաթոռի շուրջ, բայց եկեք մի հատ տեսնենք մարդիկ ինչ են մտածում, ինչ են ասել սովորական քաղաքացիները, ինչ կարծիք ունեն քաղաքի խնդիրների մասին։ Առավոտյան 8-ից ընտրատեղամասերի բացվելուն պես քվեարկելու գնացած քաղաքացիներից գործընկերս հետաքրքրվում է, ինչպես են տրամադրված ու ինչ են կարծում, արդյոք իրենց քվեն որոշիչ է։ Կարծում բոլոր քաղաքացիների պարտականությունն է, որ գան ու կատարեն իրենց ընտրությունը։ Ամեն դեպքում մեր ձեռքերում է, իհարկե։ Մեր քաղաքն էլ է մեր ձեռքերում, մենք էլ ենք մեր ձեռքերում։ Եթե մենք մեր մասին չմտածենք, ինձ թվում է ոչ մեկ մեր մասին չի մտածելու։ Հա, մեր ձեռքն է ամեն ինչ։ Ուղղակի շատ ընտիրեր օգնեցին ինձ, հուշեցին, թե ոնց պետք է վարվել։ Ստեղ ասում են մեկ է բոլորի համար, բոլորը մեկի համար, քույրիկ ջան։ Հաջողություն ձեզ։ Եվ համայնքի, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք բնականաբար պետք է մենք էլ մեր լուման ունենանք մեր հայրենիքի համար։ Բոլորը պետք է գան, կատարեն իրենց սրտի ցանկություն։ Իրենց գիտակցական Ոսոք ոչ մեկի իրավունք չունի պարտադրի, ընտրում ենք մեր քաղաքը, մեր ապագան։ Հուսամ ճիշտ են կատարել։ Առաջ Աստված, ում ընտրել ենք թող ժողովրդի կողմից էլի միայն։ Մեր խոսափողի առաջ որոշ էջմիածինցիներ անկեղծ հուսահատությամբ են կիսվում, անգամ ընտրատեղամաս գնալու իմաստ չտեսնելով։ Այս կինը նաև առաջին հայացքից կասկածելի մի դրվագ է պատմում, գուցե իրավապահների ուշադրությանն արժանի։ Ես չեմ կարա, չեմ էլ գնալու, երեք զանգել են ինձ գալու եք, քեզ տանենք ընտրեք, ասի ես չեմ գալու։ Էջմիածնի հատկապես որ խնդիրներն են անհանգստացնում, հարցնում է գործընկերս։ Մարդիկ հերթով թվարկում են, բոլորը համարելով շուտափույթ լուծման ենթակա։ Համայնքի ժողովուրդը հիմնականում վատ պայմաններում է, ով եկել է Իրանը քեր է տարել է։ Հիմա մենք մեր մտածելով ընտրելու ենք մեր ընտրյալին, տեսնենք ինչա դուրս գալու։ Դե որ ընտրվի, առաջի հարցը այն պետք է լինի, որ շներին վերացնեն։ Այսինքն ոչ թե գնդագահրեն, այլ վերացնեն շներին, որովհետև մարդիկ քայլում են, հարցակվում են մարդկանց վրա։ Առաջի հարցը դա պետք է լուծվի։ Գոյողինների հարցը, որտեղ նայում ես, տենում ես քանդածը, ասֆալտանում են, նորից քանդում են։ Մաքրությունը քաղաքի։ Ինչը կուզեի փոխվել, շատ բան է փոխվել, բայց էլի կուզեի որ փոխվեր ինչ որ դեպի լավ էթար։ Այս տղամարդը, որ իր խոսքով Էջմիածնի վերջին թաղամասից է, խնդիրներից տեղյակ չէ։ Ում է ընտրելու հարցին այսպես է պատասխանում։ Չեն որոշել, բայց թե տունակացն է ումը տնամ տղեկը ում են ընտրում, այսօր նա ընտրում։ Էջմիածնում հասարակական տրամադրությունների հնարավորինս օբյեկտիվ պատկերը ստանալու համար մեր նկարահանող խմբերը ամբողջ օրվա ընթացքում զրուցել են մինչև 100 մարդու հետ։ Լսել ինչպես լավատեսական, այնպես էլ հուսահատ կարծիքներ։ Շատ դժվար է ասելը, սարսափելի դժվար է, բայց դե մասնակցել եմ։ Իհարկե դեպի լավն է լինելու, ես հավատում եմ լավատեսեմ պոզիտիվ մարդ եմ ընդհանրապես։ Սա խնդիր է էլի, հետաքրքիր բան ես ասում։ Ես ուզում եմ երկիրը դզվի բալաջան, մեր երեխեքն էլ բան չլեն, չթան սրի բերան ամենակարևորը, խաղաղություն լինի աշխարհին։ Հուսանք, որ ամեն ինչ կլինի արդար, որտեվ ես այնտեղ որևէ արտարոց բան չնկատեցի, մարդկանց ապակող նորոշող։ Իմ ակնկալիքները, որ վաղաշաբաթում Հայաստանի Սուրբ կենտրոնում պարտություն կգրեն սրբապիղծները։ Ես ընտրել եմ ով որ անցնի նրան, իգիտեմ լի ով անցնելու, նրան էլ ընտրել եմ, Վաղակերևա։ Ասեց ոչ միտեղ գրանցված չեմ, երկու թաղամաս գնացի, ասեց գրանցված չես ոչ միտեղ, թե չէ սրտանց ուզում էի ընտրեի մեկին։ Եկին ենք ուզում ընտրենք դուզն ասած, մեր գրող Ղոպարին։ Տենց, գրագետ մարդ է, ինձ թվում է լավ կլինի։ Իր ընտրությունն է կատարել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Վեհապարի խոսքով նա քվեարկել է աղոթքով, հայցելով, որ վաղաշաբաթը բարգավաճի, շենանա եւ մեր ժողովրդին պարգևի բարոր կյանք ու երջանիկ ապագա։ Ընտրությունը կատարեցինք աղոթքով, հայցելով, որ արդար ընթացք ունենա եւ վաղաշաբաթ քաղաքը բարգավաճի, շենանա եւ պարգևի մեր ժողովրդին այստեղ ապրող։ Լիլիթ Մուրադյան, Free Open Media։
Քանի դեռ սպասում ենք ամենանախնական արդյունքներին ընտրատեղամասերից, 47 ընտրատեղամասերից, ներքին գործերի նախարարությունն է, այսինքն ոստիկանությունն է հայտնել, որ ժամը 8-ի դրությամբ, այսինքն ամբողջ ընտրությունների ընթացքում 10 ահազանգ է ստացվել ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ, որից մեկը այլանդզի փոխարեն քվեարկելու, ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքով կազմվել եւ քննչական կոմիտեի ուղարկվել 3 հաղորդում, այսօր ամբողջ օրը եւ դիտորդների աշխատանքին եւ ենթադրյալ խախտումների, իրավախախտումների վերաբերյալ այս բոլոր հարցերին այսօր հետևել է մեր Սիմոն Հովհաննիսյանը։ Սիմոն, բարի երեկո։ Բարի երեկո, Դավիթ։ Եվ այսպես ոստիկանությունը տվեց այս պաշտոնական 10 դեպքը, բայց տարբեր օրվա ընթացքում ինչ ասես չէինք տեսնում, վերջում էլ տեսանք, որ 2 ընտրատեղամասում կարծես լույսերն էին անջատվել, ինչ է եղել օրվա ընթացքում, ինչ ավելի հետաքրքիր ինչեր է արձանագրել։ Արի սկսենք 3 գիշերվանից, որովհետև ամենահետաքրքիրը ըստիս տեղի է ունեցել հենց 3 գիշեր։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարծես թե այնքան էլ հաստ չեն իրար հետ, որովհետև մի քանիսը կարծում են, որ մյուս մասը քաղաքական հայտարարություն է անում եւ իրավասու չէ կամ պետք չէ, որ դիտորդական առաքելություններ իրականացնի։ Այսպիսով 3 քննվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովում, սկզբում Դանիել Իոնիսյանը եւ մեկ այլ դիտորդական կազմակերպություն հաղորդում էին ներկայացրել, որ հայակվեն պարլամենտարիզմի տարածման, եթե չեմ սխալվում անունը, եթե սխալ եմ հիշում, ամեն դեպքում կներեք, կազմակերպությունը եւ Թաթոյան հիմնադրամ դիտորդական առաքելությունը որոշակի խախտումներ ունեն դիտորդական առաքելություն կատարելու համար։ 3 մինչև ուշ գիշեր կենտրոնական ընտրական հանձնաժողովում այդ հարցն է քննվել։ Սկզբից մերժվել է, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարույթ է սկսել իր նախաձեռնությամբ, այսինքն երբ որ մենք խոսում ենք դիտորդների հետ, շտաբի պետերի հետ, նրանք ասում են, որ գիշերը գրեթե չէին քննել, որովհետև այսինքն իրազեկ քաղաքացիների միավորումը համարում էր, որ Թաթոյան հիմնադրամն ու հայակվեն չպիտի լինեն դիտորդներ, թե հակառակը։ Այստեղ կազմակերպության անունը կխուսափեմ ասել, թե իրազեկ քաղաքացիների միավորումներ այդ կազմակերպության վերարված, թե Դանիել Իոնիսյանի ղեկավարած մեկ այլ կազմակերպության, բայց ամեն դեպքում մեծ այդ զրույցներում դիտորդները ներկայացնում են, որ իր գլխավորությամբ է դա եղել։ Եվ իհարկե Դանիել Իոնիսյանի հետ եւս խոսեցինք, մոտավորապես 45 րոպե ճեպազրույց ունեցավ Դանիել Իոնիսյանը լրագրողների հետ, մանրամասն ներկայացրեց, ասաց, որ մի շարք դիտորդներ տվյալ կազմակերպություններից անում են քաղաքական հայտարարություններ եւ իրենց դիտորդական առաքելությունից հետո այնինչ իրենք ասում են, այնքան էլ հավատ չի ներշնչում, նույնիսկ չմեջբերեց մոտավոր տեքստ ասեց դիտորդներից մեկի խոսքի, գնում ենք դիտորդական առաքելություն իրականացնելու որ ընդդիմությունը չպարտվի, մոտավորապես այսպիսի մի տեքստ ասեց եւ նմանատիպ տեքստերի համար էր ներկայացվել, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտում չէր արձանագրել եւ ամեն դեպքում առավոտվանից թե հայակվեն, թե Թաթոյան հիմնադրամը, թե մյուս դիտորդական կազմակերպությունները իրենց աշխատանքները կատարել են։ Իհարկե իրենց արձանագրած խախտումները տարբեր տիպի խախտումներ են կարելի ասել, Դանիել Իոնիսյանի կարծիքով շատ խախտումներ կան, որոնք մեզ հետ զրույցում ասաց, որ տպավորություն է ստեղծվում տվյալ դիտորդական կազմակերպությունների արձանագրած խախտումներով, որ ամեն ինչ վատ է, այսինքն մամուլում սկսում միայն վատի մասին լուրեր շրջանառել, բայց այդ ամեն ինչը պիտի դիտարկել ավելի ընդհանուրի մեջ, ասել, որ օրինակ 30 ընտրատեղամաս կա, որտեղից 3-ում եղել է այս խնդիրը, նշանակում է, որ 27-ում չի եղել այդ խնդիրը, այսինքն լավ է։ Մոտավորապես այս համատեքստում մեծ այդ զրույցում իհարկե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները մի քանի բանավոր ասացին, օրինակ հայակվեից մեծ այդ զրույցում նշեցին, որ կան չթույլատրված տեղերում փակցված պաստառներ, այսինքն օրենքն ասում է, որ ընտրատեղամասից 50 մետր հեռավորությամբ շարավողով ընտրության օրը չպիտի լինի, նախորդ օրվա մասով չեմ կարող ասել վստահ, բայց ընտրության օրը հաստատ չպիտի լինի որևէ պաստառ կամ վահանակ կամ մեկ այլ բան, բայց հայակվե դիտորդական առաքելությունը կոնկրետ ասում էր նաև, որ թեկնածուների պաստառներն են ամենաշատը հանդիպել խախտված հեռավորության վրա եւ նաև մի քաղաքական ուժերից մեկը ուներ շտաբ
ըստ մամուլում էլի հրապարակված տվյալների, որ արձանագրել էին, որ խախտում է շտաբը, ընտրատեղամասից մոտ էր, իհարկե տվյալ տեխնացուն նշեց, որ շենքից չպիտի չափել հեռավորությունը, այլ ընտրատեղամասի դռնից, իսկ երբ որ ընտրատեղամասի դռնից է չափում հեռավորությունը, լրիվ նորմալ 50 մետրը կարելի ասել պահպանվում է, եւ մի քանի այդպիսի բաներ արձանագրվել են ամեն դեպքում, երի դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները արձանագրում էին, որ որոշ քվեախցիկներ չեն ապահովում ընտրողի գաղտնիությունը։ Օրինակ, հետևը չպլոմբված դուռ կա, կամ ապակիներն ամբողջությամբ ծածկված չեն։ Մեկը պապիկին է օգնում, մեկը տատիկին է օգնում։ Նմանատիպ բաներ։ Իհարկե, պապիկին օգնել, տատիկին օգնելը մի քիչ հարաբերական է, այդտեղ ուղղորդում կա, թե ուղղորդում չկա, որովհետև կարող է իրոք պապիկը ի վիճակի չէ եւ օգնում է, այդ հարցերը բնականաբար կարգավորվում են եւ հանձնաժողովը պիտի կարգավորի։ Ես նաեւ նկատեցի, որ շատերը մոտենում գրիչ էին ուզում, թեև եւ չգիտեին արդեն որերորդ տարին է, որ գրիչով չի են այսքան ընտրությունները, շատ լավ, արի այդ դեպքում իրական մի քանի բան էլ կար, որ առանձնացրել է եւ կուզեի նշել, մենք նաեւ խոսեցինք Վաղարշապատ համայնքի այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի ղեկավարի հետ, որը նշեց, որ շատ խնդիրներ իրականում ուռճեցված են, այսինքն տեխնիկական խնդիրները, որ նշում են քվեախցիկի եւ այլնի հետ կապված, իրականում չկան այդպիսի խնդիրներ, եղել են օրինակ, որ վարակույրը մի քիչ այս կողմա եղել, ուղղել են, շտկել են, ինչպես նաեւ Սաքունցը ասուլիսի ժամանակ նշեց, որ մակերեսներն են փոքր, այսինքն տարածքը փոքր է, որ մի քանի ընտրող գալիս են, ավտոմատ կուտակում է ստեղծվում, սակայն այդ հարցն էլ բարձրացրինք պաշտոնյայի մոտ եւ ասաց, որ մոնիտորինգ արել են, ընտրել են լավագույն հնարավոր տարբերակներ, այսինքն ռեսուրս ավելին չկա, դե գիտենք, որ մանկապարտեզներ, դպրոցներ, մշակույթի օբյեկտներ, այստեղ նաեւ կուտակումներ ասացի, հիշեցի, կուտակումների դեպքերով էլ մի քանի հաղորդումներ չէ, մի քանի դիտարկումներ կան, որ ընտրատեղամասերին մոտ կուտակումներ կան, նույն էլի հայակվա դիտորդականից մեզ ասացին, որ միջև գյուղերից մեկում, միջև ընտրատեղամաս հասնելը ճանապարհին մարդկանց խումբ էր կանգնած եւ իրենք կանգնել նայել էին, որ ընտրության գնացող քաղաքացիները չեն կարող այդտեղից ուղղակի անտարբեր անցնել, զրույցի պիտի բռնվեին ինչ-որ մեկի հետ ավտոմատ, բայց իհարկե ապացույց չկա, փաստ չկա, թե այդտեղ ուղղորդում լինում էր, թե այդտեղ ուղղորդում չէր լինում։ Բնականաբար երկու հոգի խոսում են, չես կարող իմանալ ինչ են խոսել այդ երկու հոգին։ Ես առանձնացրել եմ դիտորդական կազմակերպություններից Թաթոյան հիմնադրամի նախնական արդյունքները կետերով, որոնք հրապարակել են, կուզեի այդ կետերին անդրադառնալ, ուրեմն իրենք խախտումները, առավոտ խախտումները, որոնք դեռ պետք է ըստ երևույթին քննվեն, ընտրատեղամասերում ընտրողների ուղղորդում են տեսել, սրանք նախնական են, էլի, այսինքն հնարավոր է գուցե պարզաբանում լինի եւ այլն, բաց քվեարկությունների դեպքեր են տեսել են քվեաթերթիկների ոչ հավասարաչափ քանակներ, քվեախցիկի քվեատուփերի մոտ կուտակումներ, քվեարկությանը մասնակցող անձանց կողմից քվեարկության անցկացման կարգի չիմացություն, այդ քո ասած գրիչ ուզել եւ այլն է։ Այստեղ նաեւ Դանիել Իոնիսյանը նշեց, որ մի շարք այդ կազմակերպություններ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ արձանագրելով խախտումը ավտոմատ խախտմամբ էին դա անում։ Այսինքն, երբ որ տատիկ կամ մի պապիկ, որ դուրս էր գալիս քվեախցիկի հետևից, բայց իր թուղթը ձեռքում էր, այսինքն երևում էր, թե ում է քվեարկել, առերևույթ բաց քվեարկության օրինակ է դա, դիտորդական առաքելություն իրականացնող մարմինները ըստ Իոնիսյանի դա նկարել էին եւ դա տարածել են ավտոմատ, այսինքն համացանցում կարելի էր գտնել մարդկանց իրենց շատ հետաքրքիր երբ կտեսնենք, թե քանի անվավեր քվեաթերթիկ կլինի, որտեղ դա եւս շատ լուրջ ցուցանիշ է, այսինքն կարելի է շատ եզրակացություններ անել, եթե տեսնենք անվավերների թիվը որքան է, որտեղ կարող է մարդիկ այնքան այսինքն չգիտեին ինչպես ոնց, որ դա եւս ցուցանիշ կլինի այս առումով, բայց արի շատ չպատմենք, արի ավելի լավ է ցույց տանք, թե ինչ խախտումներ են եղել, դիտորդները ինչեր են արձանագրել, այսինքն այն ինչի մասին խոսեցինք եւ չխոսեցինք, ավելի լավ է հիմա տեսնենք, քանի դեռ սպասում ենք նախնական արդյունքներին, որոնք դեռ չկան, բայց ընթացքում իհարկե հետևում ենք փաստացի ուղիղ եթերում եւ կկիսվենք արդյունքներով, հիմա դիտենք խախտումները։ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն է Հանրապետություն կուսակցությունից։ Ռեոփնի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես էր նա պատրաստվում քվեաթերթիկն առանց կապարակնիքի գցել արկղի մեջ։ Եվ եթե դա չնկատեին ստուգող հանձնաժողովի անդամները, երևի թե թերթիկն արդեն արկղում կլիներ։ Մկրտչյանը սակայն արագ է կողմնորոշվում, ասում է, ստուգում էր հսկիչների ուշադրությունը։
Չէ, մենք իրապետում ենք։ Մկրտչյանին հաջողություն է մաղթում ու նրա հետ համաձայնում հանձնաժողովի անկախ քարտուղարը։ Վերջինն է։ 200-րդ ընտրողն եք։ Այո, լավ է սիրուն թիվ է։ Եթե ազատ, իշխան, սուվերեն եւ անվտանգ Հայաստանի Հանրապետություն։ Այո, ձեր գործերին հաջողություն լինի։ Տիմ ընտրությունների ընթացքում արդեն 5 ահազանգ է ստացվել ոստիկանության ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ, որոնք ստուգման փուլում են, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Գերատեսչությունից վստահեցնում են, որ ստուգվում են նաև մամուլում եւ սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչները եւս առավոտից ահազանգում են տարբեր ընտրախախտումների վերաբերյալ։ Օրինակ Թաթոյան հիմնադրամը ժամը 12-ի դրությամբ արձանագրել է այսպիսի իրավախախտումներ։ Քվեախցիկում մի քանի անձանց մասնակցությամբ քվեարկություն, կուտակում քվեատուփի մոտ, մատյանում ստորագրություն այլ անձի փոխարեն եւ այլն։ Քանի որ մենք շրջիկ դիտորդություն ենք իրականացնում, մեզ հանդիպած առերևույթ խախտումները մենք ուղարկում ենք մեր գործընկերներին, ովքեր գնահատում են տվյալ պահին արդյոք դրանք իրենցից ներկայացնում են խախտումներ, թե չէ իրապես խախտման հատկանիշներ պարունակում, եթե այդպիսիք պարունակում են, ապա դրանց մասին հրապարակում են անում եւ այդ հրապարակումները տեղադրվում են մեր հիմնադրամի Facebook-յան էջում։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը արձագանքել է Թաթոյան հիմնադրամի դիտորդների արձանագրություններին։ Պարզաբանման մեջ նշվում է, թե ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկ են տարկայությունը, պայմանավորված է այն հանգամանքով, որ ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։ Դեպք է եղել, երբ քաղաքացին գնացել է ընտրության, բայց նրա անվան դիմաց արդեն ստորագրված է եղել։ Ձեր տեղը ստորագրած էր, հա? Այո։ Մենք խնդրել ենք դրամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում գրառումներ կատարեն, որի վերաբերյալ արդեն ստանալուց հետո մենք վարչական վարույթի շրջանակներում յուրաքանչյուր դեպք առանցին կվերլուծենք, մեր դիրքորոշումը կներկայացնենք։ 14 կոտորակ 08 ընտրատեղամասի ղեկավարը վստահեցնում է, ամեն ինչ հանգիստ է, կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Մի բանը դիտորդը ինչ որ բան նշեց, բայց դրանք բոլորը կամերայով ֆիքսված են, յանի աղջիկները օգնում էր, պրիտոմ քվեախցիկից դուրս։ Արձանագրեց, ասենք լավ, ձեր իրավունքն արձանագրեցին, այդքան բան։ Կներեք, դրանք ինչերն են։ Սրանք ինչերն են։ Սրանք չօգտագործված քվեաթերթիկներն են։ Չօգտագործված, այսինքն անհավատալի։ Չէ։ Քաղաքացին եկել է, ընտրել է որևէ մեկը։ Մնացած ավելորդները լսում են այնտեղ աղբար։ Հաշվառման չեն, սրանք կոպիտ ասած, հա։ Հայաքվե դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նկատել են, որ 14 կոտորակ 44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին հոր։ Հայաքվեն նաև այլ խախտումներ է արձանագրել, այդ թվում բաց քվեարկության դեպք, ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի շտաբի առկայություն։ Ընտրությունները դեռ երևի կեսին ենք հասնում մոտարապես, այս պայդրությամբ մարդկանց զանգվածն էլ հոսնել ենքան մեծ չի։ Ենթադրում ենք, որ օրվա երկրորդ կեսում նաև պայմանավորված երևի եղանակային պայմաններով ավելի շատ մարդ կգնա։ Ամեն դեպքում ծանր ինչ-որ շատ լուրջ, ասենք ճնշումներ ֆիզիկական կամ լրագրողների նկատմամբ դեռևս չենք արձանագրել խախտումներ, հուսով ենք այդպես կշարունակվի։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը եւս ընտրախախտումներ է արձանագրում։ Ապա պնդում, թե որոշ դիտորդական առաքելություններ կեղծ ահազանգեր են հնչեցնում հանրային տպավորության համար։ Եվ սա է մեզ եւ ենթադրում եմ նաեւ դա է, որ նաեւ մեր գործընկեր ականատես առաքելությանը ստիպել է գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասել հարգելի ԿԸՀ, խնդրում եմ զբաղվել այս երևույթով։ Դեռ 3 Մայր Հայաստան կուսակցության վաղաշաբաթի ավականու թեկնածու Հարություն Խաչիկյանը ահազանգել էր եւս մեկ առերևույթ խախտման մասին։ Facebook-ում գրելով, թե իրենց տանը հավելյալ հաշվառել են 9 օտար մարդու։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Դեռ տվյալներ չկան, սպասում ենք մի շատ հետաքրքիր տվյալ ընտրությունների մասին, դրանց նախապատրաստման եւ անցկացման ծախսերը հաշվել են հետքի մեր գործընկերները, խոսքը 142 միլիոն 687 հազար դրամի մասին է, որի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերին եւ հավելավճարներին։ Բացի վաղարշաբաթից այլ հետաքրքիր զարգացումներ էլ կան եւ քանի դեռ սպասում ենք արդյունքներին, եկեք օրինակ խոսենք այն մասին, որ այսօր նորից Ալիևն է խոսել, այս անգամ Տաշկենտում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը ու ասել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կառուցումն Ադրբեջանի տարածքում մոտենում է ավարտին,
որ երբ այն գործի 15 միլիոն տոննա տարանցիկ կարողությամբ միայն երկաթուղին նախնական փուլում կդառնա միջին միջանցքի կարևոր զարկերակը։ Դե իսկ ամբողջ աշխարհի ուշադրությունը Թրամփի շուրջ նոր սկանդալն է, ավելի ճիշտ հին սկանդալի նոր զարգացումները։ Թրամփը հրամայել է քննել անչափահաս աղջիկների սեռական շահագործման համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի կապերը նախկին նախագահ Բիլ Քլինտոնի մի քանի խոշոր բանկերի եւ դեմոկրատ օրենսդիրների հետ։ Խնդիրն այն է, որ Էփշտեյնի հետ կապերի մեջ հենց դեմոկրատներն են մեղադրանքներ հնչեցնում Թրամփի հասցեին, հիմա նա փաստորեն սլաքներն ուղղում է հակառակ ուղղությամբ։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հրապարակել են սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի էլեկտրոնային նամակների նոր խմբաքանակ, որոնք իրենց պնդմամբ նոր իբր հարցեր են առաջացնում անչափահաս աղջիկների նկատմամբ Էփշտեյնի սեռական բռնության մասին նախագահ Դոնալդ Թրամփի տեղյակ լինելու վերաբերյալ։ Սպիտակ տունն անմիջապես հակադարձել է դեմոկրատներին մեղադրելով քաղաքական դրդապատճառներով զրպարտչական արշավի մեջ։ Այս էլեկտրոնային նամակները բացարձակապես ոչինչ չեն ապացուցում, բացի այն փաստից, որ նախագահ Թրամփը ոչ մի սխալ բան չի արել։ Եվ այն, ինչ նախագահ Թրամփը միշտ ասել է, հետևյալն է. նա Palm Beach-ից էր, ինչպես եւ Ջեֆրի Էփշտեյնը։ Էփշտեյնը Mar-a-Lago-ի անդամ է եղել, մինչեւ որ նախագահ Թրամփը նրան դուրս է շպրտել, որովհետեւ Ջեֆրի Էփշտեյնը մանկապիղծ էր եւ զզվելի արարած։ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի կողմից հրապարակված նամակներում մանրամասն ներկայացվում է Էփշտեյնի գրող Մայքլ Վուլֆի եւ Գիսլեյն Մաքսվելի Էփշտեյնի նախկին ընկերուհու միջև գրագրությունը։ Էփշտեյնը սեռական թրաֆիքինգի համար 20-ամյա ազատազրկում էր կրում, սակայն 2019-ին ինքնասպան է եղել բանտում։ Նույն թվականին Վուլֆին ուղված նամակում Էփշտեյնը գրել է. Թրամփը տեղյակ էր աղջիկների մասին։ 2011 թվականին Մաքսվելին ուղարկված մեկ այլ հաղորդագրության մեջ Էփշտեյնը նախագահին բնութագրել է որպես շուն, որը չի հաչում, հավելելով, որ Թրամփը ժամեր է անցկացրել իր տանը, իր զոհերից մեկի հետ, որի անունը ջնջված է։ Ի պատասխան հրապարակված նյութերի Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ այդ քայլերը մարդկանց ուշադրությունը շեղելու համար է։ Նաև կոչ արել զբաղվել նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սեռական արկածներով ու սկանդալներով։ Թրամփը նշել է, որ Քլինթոնը Էփշտեյնի անձնական կղզում եղել է 28 անգամ, իսկ ինքը ոչ մի։ Նրանք կարող են ունենալ այն ամենը, ինչ ցանկանում են, նրանք արդեն ունեն բավարար փաստաթղթեր, կարծում եմ նրանք արդեն 50,000 էջ ունեն, տեսեք, սա դեմոկրատների խաբեությունն է, դրանք դեմոկրատների տարածած ստերն են և մի քանի հանրապետականներ միացել են դրան, որովհետև նրանք թույլ են ու անպետք։ Էլեկտրոնային նամակների հրապարակումը համընկնել է ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած նշանակալի քաղաքական զարգացման հետ։ Նույն օրը երթմնակալության արարողություն է անցել նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ադելիտա Գրիխալվան, որն անմիջապես դրել է անհրաժեշտ վերջին ստորագրությունը Էփշտեյնի հետ կապված բոլոր չգաղտնազերծված կառավարական ֆայլերի հրապարակման շուրջ պալատում քվեարկություն նշանակելու միջնորդագրի տակ։ Խոսնակ Ջոնսոնը դիտավորյալ խոչընդոտեց իմ երթմնակալությանը, մեկը մյուսի հետևից չեղարկելով քվեարկությունները։ Իսկ Էփշտեյնի ֆայլերը քվեարկության դնելու միջնորդագրին պակասում էր ընդամենը մեկ ստորագրություն։ Իմ ստորագրությամբ մենք եւս մեկ քայլով մոտենում ենք ճշմարտությանը, այն ճշմարտությանը, որը նրանք կփորձեն հերքել, սակայն զոհերն արժանի են արդարադատության իրենց օրվան, եւ դա է պահանջում ամերիկացի ժողովուրդը։ Անչափահասների մասնակցությամբ օրգյաններին մասնակցության մասին սկանդալային բացահայտումներից զեղչ չի մնացել Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը։ Համացանցը հեղեղված է արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերով։ Թրամփի հակառակորդները պնդում են, որ վարկաբեկիչ փաստաթղթերի կրկնօրինակները Կրեմլում են Պուտինի ձեռքի տակ, եւ իբր այդ հանգամանքներով է պայմանավորված Թրամփի մեղմ վերաբերմունքը Դաշնության նախագահի հանդեպ։ Նախագահ Թրամփը հետևողականորեն հերքել է Էփշտեյնի սեռական թրաֆիքինգի հանցագործությունների մասին որևէ տեղեկություն ունենալը, պնդելով, որ թեև նրանք ժամանակին ծանոթներ են եղել Palm Beach-ում, սակայն տարիներ առաջ իրենց հարաբերությունները վատացել ու խզվել են։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ուկրաինայի գործերն են վատ, մի կողմից ռուսներն են առաջ գնում, թեև դանդաղ, մյուս կողմից Թրամփն է, բայց հիմա խնդիրներ են առաջացել նաև Եվրոպայում։ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիությունից օգնություն կստանա, եթե պայքարի կոռուպցիայի դեմ։ Աշխարհում ուշագրավ այլ զարգացումներ էլ կան, դիտենք։ Ահապանների կորպուսը Պարսից ծոցում զավթել է Սինգապուր ուղևորվող նավթամթերքի լցանավ, որպես պատճառաբանություն նշելով խախտումները։ Սա հունիսին Իրանի դեմ իրականացված իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո տանկեր զավթելու առաջին դեպքն է, որը զգալիորեն սրում է լարվածությունը։ Այս միջադեպերի ֆոնին եւ ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի բանակցությունների հնարավորության մասին ակնարկի, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ հավասար եւ արդար երկխոսության, փակուղի մտցնելով միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ջանքերը։
Ի պատասխան ռուսական հարվածների հետևանքով գազի արդյունահանման ծավալների կորստի, Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի ներկրման նոր ուղի բացելու շուրջ։ Այդ նպատակով ապահովելով մոտ 2 միլիարդ եվրո ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ ռազմաճակատում շարունակվում են կատաղի մարտերը։ Ռուսաստանը հայտարարում է Զապորոժիայի մարզում բնակավայր գրավելու մասին, հրապարակելով տեսանյութ, մինչդեռ ուկրաինական կողմը հայտնում է մարտավարական նահանջի եւ ռուսական նավթավերամշակման գործարանին հաջող հարված հասցնելու մասին։ Այս իրադարձությունների ֆոնին Կիևը հայտարարել է 1200 ուկրաինացի գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը սակայն ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել։ Մինչ Լիբանանը պատրաստվում է ՄԱԿ-ին բողոքել Իսրայելի դեմ սահմանային կապույտ գիծը խախտող պատի կառուցման համար, միևնույն ժամանակ 2 տարի տևած ավերիչ պատերազմից հետո Գազայի մեկնարկել է վերակառուցման արշավ, որպես Միացյալ Նահանգների աջակցած զինադադարի համաձայնագրի մաս։ Այս ծրագիրը նաև առաջարկում է Պաղեստինյան պետության ստեղծման հատուկ ուղի, որպես կայուն խաղաղության բանալի։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ենթարկվելով իր կառավարության աջակողմյան նախարարների ճնշմանը, կտրականապես մերժել է Պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը։ Նեթանյահուի այս դիրքորոշումը խորը հակասություն է ստեղծում, կասկածի տակ դնելով Գազայի վերականգնման եւ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ողջ գործընթացը։ Ուրուապանայի քաղաքապետ Կառլոս Մանսոյի սպանությունը Մեքսիկային բողոքի հզոր ալիք է բարձրացրել, որը գլխավորում է Սերուն Z Մեքսիկա երիտասարդական շարժումը։ Համատարած ցույցերի մասնակիցները դուրս գալով Մորելիայի եւ Մեխիկոյի փողոցներ պահանջել են արդարություն, դատապարտելով կոռուպցիան եւ երկրում տիրող անապահովության մթնոլորտը։ Ցույցերը սրվել են եւ վերաճել են բռնի բախումների, մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել ազգային պալատի մոտ, իսկ Մորելիայում ակցիան ավարտվել է ձերբակալություններով։ Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև լարվածության սրման ֆոնին, որն ուղեկցվում է թմրավաճառության դեմ պայքարի անվան տակ, Միացյալ Նահանգների իրականացրած մահացու հարվածներով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խստորեն քննադատել է Տրինիդադ եւ Տոբագոյում նախատեսված զորավարժությունները։ Նա դրանք որակել է որպես տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող եւ իր երկրին վախեցնելուն ուղղված սադրանք։ Հատկանշական է, որ այս կոշտ հայտարարությանը զուգահեռ իր աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ Մադուրոն իբրև խաղաղության կոչ կատարել է Ջոն Լենոնի խորհրդանշական Imagine երգը, ցուցադրելով իր դիրքորոշման երկակի բնույթը, ուղղված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Եվ օրվա մեգապարտության մասին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի եւ խմբի վերջին 6-րդ տուրում Հայաստանի հաղթականն այսօր պարտվեց Պորտուգալիային 9-1 հաշվով։ Ռոնալդուն էլ չէր խաղում, քանի որ նախորդ հանդիպումից կարմիր քարտ ուներ, քիչ առաջ խոսել են նաեւ մարզիչը, ասել է, որ պիտի աշխատեն, այսինքն տրամադրությունները վատ է եւ անհատական սխալների պատճառով է այս պարտությունը։ Եվ հենց նոր մեր գործընկերները Newsem-ից տեղադրեցին վաղարշաբթի ընտրություններից 14.26 տեղամասում արդյունքները, սրանք պաշտոնական արդյունքներ չեն, միայն Newsem-ի մեր գործընկերներն են այս բանին տալիս, ՔՊ-ն 254 ձայն, հաղթանակ կուսակցությունների դաշինք 118 ձայն, եւ երրորդ տեղում արդեն գալիս են ազատ դեմոկրատները 9 ձայն, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցություն 8, Հանրապետություն կուսակցությունը եւս 8, Հայրենիք կուսակցությունը 4 եւ Համահայկական ճակատ կուսակցությունը 1 ձայն։ Այսինքն այս պահին միայն սա ունենք, այսինքն բոլորն են կարևոր, բայց առաջին երկու տեղերում են ՔՊ-ն 254 ձայն եւ հաղթանակ դաշինք 118 ձայն, այսինքն ամենաշատ ձայներ այս երկու ուժը ունի, հետևում ենք արդյունքներին, դուք էլ հետևեք, մեր սոցիալական էջերում մենք բարբերաբար կթարմացնենք, այսինքն տեսնում ենք, հետևում ենք մնացած բոլոր ընտրատեղամասերին եւս երբ որ լինեն տվյալները, դրանք կհայտնվեն նաեւ մեր Facebook-ի, Telegram-ի բոլոր էջերում եւ այս առումով մաղթում եմ բոլորին անփորձանք գիշեր, կհանդիպենք վաղը, ընթացքում էլ հետևեք մեր սոցիալական էջերին ու բաժանորդագրվեք ցտեսություն։